Ավտոմատի դարչի արտահայտությունը հռչակվեց պատերազմում պարտության պաշտոնական արդարացում, սակայն չկոտրված հայերը սկսեցին փնտրել լուծումներ, ուսումնասիրելով, թե ինչ է իրականում այդ անօդաչու սարքը։ Պարզվեց սարքի ընդհանուր կոնցեպտը շատ բարդ չէ, հասանելի է անգլերեն իմացող երիտասարդին նույնիսկ պատանուն։ Կարելի է պատվիրել սարքի մասերն ու անձամբ ստանալ տարբեր ձևերի, փոքր ու միջին չափերի ԱԹՍ-ներ և հազարավոր երիտասարդներ սկսեցին պատրաստել իրենց ԱԹՍ-ները։ Որտը խթանելու համար բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կազմակերպեց մրցույթներ, բայց հաջորդիվ պարզվեց, որ գերատեսչությունը մշակել է մի մեխանիզմ, որով 1000-ից մեկը կարող է համագործակցել պետության հետ։ Մինչդեռ երկրներում, ուր ցանկանում են զարգացնել այս ոլորտը, կան թույլտվությունների վայրկյանական ստացման ընթացակարգեր։ Անգամ այս ընթացակարգերը հաղթահարելը բավարար չէ, անհրաժեշտ է ունենալ լիցենզավորված արտադրամաս, որը պահանջում է նվազագույնը մոտ 50 միլիոն դրամի ներդրում։ Այժմ հենց այսպես էլ ոլորտից դուրս են մնում ոգևորությամբ ինքնուրույն ահագին բան սովորած, իրենց մտահղացումներն իրականացրած, նորարարական լուծումներով իրենց սարքերը ստացած պատանիները, երիտասարդների թիմերը, ճարտարագետները, որ այդքան ներդրում չեն կարող անել։ Մեր պետությանը հենց դա էլ պետք է, որպեսզի կրկին հնարավոր լինի արդարացնել այս խոսքերը։ Բաժանորդագրվեք մեր ալիքին։